Գյուղից այսօր վերադարձել ենք եւ շատ սպասված հյուրեր ունենք։ Շատ արագ պատրաստել եմ համեղ ու չկրկնվող տաքուտեստով սեղան։ Բայց մինչ այդ եկեք մատուցենք նախուտեստները։ Բանջարեղենը մատուցել եմ անտառի խավիարով ու աջիկայով։ Որպես նախուտեստ բագետ հացը չորացրեցի համեմունքներով, մի մասը մատուցեցի լոլիկով եւ ավոկադոյով, իսկ մյուս մասը կծու սմբուկի խավիարով։ Ասեք, որ այս սեզոնին պահածոները ուղակի փրկություն են։ Դե իհարկե, պահածոն ընտրելու ժամանակ շատ եմ կարևորում մաքուր բաղադրությունն ու որակը։ Պահածոներն ընտրում եմ անտառի, այս տարի անտառի ու տենց ամեն տարի։ Քանի որ հյուրերս պահքի շրջանում են, չեմ կարող պատրաստել մսային տաքուտեստ։ Փոխարենը պատրաստեցի սնկով եւ հնդկաձավարով տեֆտելիներ։ Նախապես եփած հնդկաձավարը եւ սնկով զանգվածը առանձին բլենդում ենք։ Այս ուտեստի գլխավոր բաղադրիչն է նաեւ լոլիկը սեփական հյութում։ Ջեռոցի տարայի մեջ շախմատաձև շարում ենք տեֆտելիներն ու լոլիկը եւ եփում ջեռոցում։ Սիրուն, համեղ ու ախորժալի սեղանն արդեն պատրաստ է։ Իսկ մենք կարող ենք վայելել։ Իդեպ չմոռանա գրիլն ուղարկել ձեր այն ընկերներին, ովքեր պահքի շրջանում են։ Ամենակարևորը հյուրերը շատ գոհ մնացին եւ հաճույքով վայելեցինք։